Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական դատավարության ընթացքում ելույթ է ունեցել պետական մեղադրանք պաշտպանող դատախազը։ Իր ելույթում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ՑՄ ազատազրկում։ Հաղորդվում է, որ Ռուբեն Վարդանյանը դատավարությունը չի ճանաչում որպես իսկական դատարան եւ այն համարում է անարդար։ Նա չի զղջում իր գործողությունների համար եւ պատրաստ է պատասխան տալ Աստծո առաջ։ Նա հաստատում է, որ Արցախը եղել է, կա եւ կլինի։ Իր հերթին էլ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն եւ իր ելույթում նա մտադիր է ընդգծել հետեւյալը. տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին եւ հետեւաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իսկական իմաստով։ Ես ոչինչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա եւ կլինի, անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր եւ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ, սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար ասես ճառագում, թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության օրակարգի համաձայն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանվել։ Սա արդյունք էր Գաբալայում տեղի ունեցած Շահին Մուստաֆայևի եւ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Սոկարի կողմից արտադրված բենզին է ներկրվել Բաքվից Հայաստան 22 վագոն։ Բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ վրացական երկաթուղուն հանձնարարվել է բեռնափոխադրումն իրականացնել անհապաղ եւ ամբողջությամբ անվճար։ Հայկական կողմից պաշտոնական գերատեսչությունները դեռևս չեն մեկնաբանել բենզինի ներկրման եւ կոնկրետ այս պայմանավորվածության մասին լուրը։ Դոկը հայտարարություն է արել։ Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ տոների ավարտից հետո կուսակցությունում անդամագրվելու գործընթացի վերաբերյալ պաշտոնական եւ ամբողջական տեղեկատվությունը ներառյալ գլխավոր գրասենյակի հասցեն եւ կապի հեռախոսահամարը կհրապարակվի մեր կուսակցության պաշտոնական էջում, ինչպես նաեւ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում։ Մինչ այդ խնդրում ենք զերծ մնալ տվյալ հարցով դիմումներից եւ անհանգստությունից։ Կուսակցության գործունեությունը իրականացվում է սահմանված կարգով եւ հստակ ժամանակացույցի համաձայն։ Բոլոր հետաքրքրված քաղաքացիները տոների ավարտից հետո կստանան անհրաժեշտ տեղեկատվությունը եւ հնարավորություն կունենան անդամագրվելու օրենքով նախատեսված կարգով։ Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման եւ համագործակցության համար։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ազատ արձակվեն։ Ինստիտուտը շեշտում է, որ հայ պատանները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեպքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին 5 տարվա ընթացքում 3 ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ։ Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար եւ աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար եւ կամրապնդի հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու Դոնալդ Թրամփի ջանքերը։ Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատաններին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի եւ Թուրքիայի նկատմամբ։ ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական աշխարհի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Նկատել են, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին եւ հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։ Վարչապետ Փաշինյանի եկեղեցուն հայտարարած պատերազմի արշավի միացած 10 տիրադար եպիսկոպոսները հավաք կազմակերպեցին դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Նրանք փորձում էին հանրության առաջ տպավորություն ստեղծել, թե վեհափար հայրապետի հրաժարականի պահանջ կա այսօր։ Ավելի վաղ Փաշինյանը մեկնաբանել էր եպիսկոպոսների որոշումը, նշելով, թե դա իր ուղիղ ցուցումով չէ, բայց աջակցում է այդ նախաձեռնությանը։ Այս քաոսին ի պատասխան վեհափար հայրապետը հորդորել էր եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ։ Երթը դեպի Մայրաթոր ուղեկցվեց հայհոյանքներով, քաշքշուկներով եւ բարձր լարվածությամբ։ Ցավոք, Բյուրականի Սուրբ Հովհաննես
Փովանես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես Բաղալյանը քաոտիկ դեպքերի արդյունքով սրտի կաթված ստացավ, տեսնելով հարձակումներն ու արշավը դեպի մայրաթոր։ Նրա սիրտը ստենտավորեցին։ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի արդի եւ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, մայրաթորի տարածքից ոչ ադեկվատ եւ սադրիչ վարքագիծ դրսեւորող 5 անձ հեռացվել է։ Նշվում է, որ ձերբակալվածներ չկան։ Ի վերջո Տիրադավ եպիսկոպոսների արշավը կասեցվեց հազարավոր քաղաքացիների շնորհիվ, ովքեր անսասան պահեցին մայրաթորը։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ հայկական կինոյի էվոլյուցիան 1925-ից 2025 թվականներին։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը։ Առաջիկայում ձեզ սպասվում են նոր հաղորդաշարեր եւ նոր բացահայտումներ։